Ությանը մասնակցում էին արվեստի եւ քաղաքական գործիչներ, հյուրեր արտերկրից, նաեւ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքից հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նաեւ նրանց օգնությամբ է ձեռնարկը իրականացել։ Միջավայրի զգացողությունը ամբողջացնում էին Դիլիջանի ջուրը եւ ավանդական փայտանախշերը։ Համտեսելով ջրից Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի գնահատմամբ ոչ միայն Դիլիջանի ջուրն է աշխարհում երկրորդը, այլև գեղեցիկ բնությունը եւ շեշտեց, որ արվեստը մերձեցնում է ժողովուրդներին։ Дружили не только в жизни. Այս մարդիկ բարեկամներ են եղել կյանքում եւ հիմա միասին կանգնած են խորհրդանշելով ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ կապվածությունը միմյանց։ Ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար է նշանավոր օր, իր խոսքում ասաց Հայաստանում Վրաստանի դեսպանը, քանդակը անվանելով հիմն մեր ժողովուրդների բարեկամության, նաև նշեց, որ Երևան գալով առաջինը այցելել է Մհեր Մկրտչյանի շիրիմին։ Ես ուրախ եմ, որ ամեն մի վրացի, որ անցնի Դիլիջանով, կանգնելու է այստեղ, կխմի այս ջրից եւ կհիշի այն մեծ մարդկանց, որ ստեղծեցին հրաշալի ֆիլմը։ Իր զգացումները կիսեց նաև կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Գեցե դիլիջանցիները, որ իրանք այնուամենայնիվ նշում են արձանով, որ իրանք են սիրուն Ֆրունզիկ Մկրտչյանին։ Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի տպավորությամբ ամեն ինչ ներդաշնակ է ստացվել։ Շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր մթնոլորտ է եւ նաեւ շատ մեծ իմաստ ունի, քանի որ երեք նշանով արվեստագետորը շատ լավ բդաղացում է, շատ հաջող կոզ է։ Դիլիջանցիների համոզմամբ ճանաչված եւ սիրված դերասանների ասանախումբը ավելի ճանաչելի եւ սիրելի կդարձնի իրենց քաղաքը։ Դա երեք ազգերի ուրեմն բարեկամության սիմվոլ է եւ Դիլիջանը իմիջայլոց խաչմերուկ է Վրաստանի, Հայաստանի միջև եւ շատ լավ է, որ նման արձան կառուցվեց այս Դիլիջանում։ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հավաստմամբ քաղաքի մուտքի այս բանուկ խաչմերուկում բրոնզե կոմպոզիցիան տեղադրելը ճիշտ էր եւ խորհուրդ ունի։ Այստեղ են խաչվում մեծ աշխարհի ճանապարհները, իսկ դիլիջանցիները դեռ երկար չէին հեռանում հարազատ եւ տնեցի դարձած կերպարներից։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ջահարյան, Հայլուր։ Համաշխարհային կինոյի մեր լեգենդները նույնպես կարող են լավ խայծ դառնալ զբոսաշրջիկի համար։ Տուրիզմի զարգացման հայկական մոդելը մեր տուրօպերատորների եւ Թալեբ Ռիֆայի դիտակետում նա գործի իսկական գիտակ է, համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարն է։ Վստահ է, մեզ գրագետ ու միաժամանակ ուժեղ PR է պետք։ Հայաստանն իր ժայռերով ու հանքային ջրերով, գույներով ու կոլորիտով շատ բազմազան է ու յուրաքանչյուր սեզոն իր զբոսաշրջիկը կունենա, ինչը նշանակում է բավական լուրջ եկամուտ կլոր տարին։ Ինչպես ու ինչ անել դրա համար։ Պարոն Ռիֆայը հայ գործընկերներին այսօր մանրամասն բացատրեց ու այդքանով չսահմանափակվեց։ Նա ունի շատ ավելի հավակնոտ ու համարձակ ծրագիր, որ կարող է դառնալ գժտված հարևանների հաշտեցման անկյունաքարը։ Հյուրանոցի միջանցքում նախարարական ուշադրությամբ շրջապատված հյուրը Հայաստան երբևէ այցելած տուրիստներից ամենաբարձրաստիճանն է։ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության քարտուղար Թալեբ Ռիֆային է։ Ես երևի թե լինեմ ձեր այցելած ամենավատ տուրիստը, քանի որ զբոսաշրջության կանոններին հակառակ փող չեմ ծախսել։ Նույնիսկ չկարողացա իմ ճաշի համար վճարել, բայց իմացեք, ցնցող հիասքանչ երկիր ունեք, շատ քիչ տեղերում է, որ ճամփորդության ամեն 10 րոպեն մեկ մեքենան կանգնեցնում ես տեսնելու կամ տաճար կամ բնության հրաշք կամ գյուղական կենցաղ ու դրանով ապրող մարդկանց։ Թալեբ Ռիֆային աշխատանքային այցով է Հայաստանում հյուրին հասցրել են ցուցադրել մեր տեսարժան վայրերի միայն պարտադիր ցանկը Էջմիածին, Գառնի, Գեղարդ։ Ասած կախարդվել է Գեղարդավանքում լսած շարականով։ Մշակույթի եւ կրոնի շահկապումը դա այն է, ինչով հիմա հմայված է աշխարհը, ինչով պարզվում է հարուստ երկիր ենք։ Տուրիստների հոսքը հազարով ավելացնելու փոխարեն կարող եք մտածել միլիոնի մասին, հայտարարեց Ռիֆային, մերոնք արձագանքում են։ Թիրախ թիվը հատել 800,000 տուրիստական այցելությունների սահմանագիծը։ ՄԱԿ-ի հաշվարկները վկայում են, անցած տարի աշխարհում 940 միլիոն մարդ է ճամփորդել, ծախսել են մոտ 1 տրիլիոն դոլար։ Այդ փողերից օգտվելու համար միջազգային կազմակերպությունը կոչ է անում Կովկասը դիտել տուրիստական մեկ գոտի։ Թուրքիա այցելած հյուրին բերել ջերմուկի տաք աղբյուրներում բուժվելու, Արենիի հնագույն մառանները տեսնելու եկած զբոսաշրջիկին ուղարկել Վրաստանի Սիղնաղի սիրո քաղաք կամ Բաքվի կույսերի աշտարակ։ Անհաշտ հարևանների միջև տուրիստական համագործակցությունը կսկսվի նախ Թբիլիսիի հետ։
Վաղվանից սկսած ծրագիրը մեկնարկում է, մեքենայով կմեկնեն Վրաստան, հետո այնտեղ աշխատած փորձագիտական խումբն այստեղ կգա, ուսումնասիրելու Հարավ-Կովկասյան այս ծրագրի մանրամասները։ Չմտածեք, թե Մարսից է, միչել լավ էլ գիտեմ Արցախյան հակամարտության մասին ասաց Ռիֆային, ի պատասխան հարցին, թե իրոք մտածում է Բաքվում կընդունեն Հայաստանով անցած զբոսաշրջիկին, հայկական վիզայով Եվրոպացուն նույնիսկ օդակայանից հետ են ուղարկում։ Տուրիստների օգնությամբ եւ նման մի ծրագրով ՄԱԿ-ը նաեւ Բալկաններում է աշխատել։ Հիմա Կոսովոյում ապրողը կարող է Սերբիայով գնալ Խորվաթիա, իրենց միջնորդությունը հպարտությամբ ներկայացրեց առաջարկի հեղինակը։ Այո, ես հավատում եմ, որ մի օր Կովկաս եկող տուրիստները կայցելեն Վրաստան, այնտեղից կգան Հայաստան, այստեղից էլ կմեկնեն Ադրբեջան։ Գիտեք, իմ հայրենիք Հորդանանում էլ տարիներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ երբևէ կարող ենք հատել ընդամենը 1 գետով բաժանված սահմանն ու հայտնվել Իսրայելում։ Այսօր դա իրականություն է։ Ճաշակն ընկեր չունի, տուրիստին կարելի է գրավել ամեն ինչով, լինի դա նոր կառուցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին, թե պեղված ամենահին տրեխը, համոզված են ոլորտի գիտակները։ Ինչ մնում է մտավախությանը, թե տուրիզմն ու հանքարդյունաբերությունը գոնե Տաթևում իրար այդքան մոտ զարգանալ չեն կարող, եւ մեր պաշտոնյաները եւ դրսի փորձագետները հերքում են։ Հակասություն տուրիզմի եւ ասենք հանքարդյունաբերության կամ տնտեսության այլ ոլորտների միջև ընդհանրապես չկա եւ ցանկացած երկրում եւ ցանկացած տեղ հնարավոր է համատեղել տարբեր ոլորտների զարգացումը։ Նման մի դեպք ունեինք Լեհաստանում, 5 գործարան կար, որ փչացնում էր տարածքի բնապատկերը։ Մենք ձեռնարկությունը դարձինք ինդուստրիալ տուրիզմի մասնիկ եւ գիտեք, պարզվեց, որ զբոսաշրջիկներին շատ հետաքրքիր է տեսնել այդ հաստոցները։ Այսպես արտադրողներն էլ են զգոնանում, կրճատում են թափոնները։ Հայաստանյան տուրփաթեթներն ավելի գրագետ մշակելու համար ՄԱԿ-ը կօգնի մեր երկրին կադրեր վերապատրաստելու գործում։ Հնարավոր է աջակցի նաեւ հյուրանոցային հայտնի բրենդերի Երևան գալու հարցում։ Արդեն խոստացել են տուրիզմի համաշխարհային կոնֆերանսը եկող տարվա աշնանը Հայաստանում է անցկացվելու։ Իսկ մեր մոտ ասում են, սկսել է նաև գաստրոնոմիական տուրիզմը զարգանալ։ Արտասահմանից խմբեր են գալիս, պատվիրում են, շեֆ խոհարարն իրենց աչքի առաջ ազգային ուտեստներ պատրաստի։ Հագանի, ահրույք, նման։ Դրանք ինչով ճաշատեսակներ են։ Դրանք տարբեր մսատեսակներ, թշնամսից, խորթից, գավառից, գառից, ձկից, ճաշատեսակներ են, ինչու եւ կարող ենք նաև նշել տոլման։ Հյուր ընդունեք, հյուրասիրեք խորհուրդ են տալիս մասնագետները։ Տուրիզմի բերած եկամուտները վերջին տարիներին սկսել են գերազանցել թե դրամական փոխանցումների, թե ներդրումների ծավալները։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։ Մինսկի խմբի համանախագահների հերթական համատեղ հայտարարությունը կոչ արագ համաձայնության հասնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ։ Հակամարտության ընթացքը միջնորդներն ու դեսպան Կասպրշիկը նախօրեին քննարկել են ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Լամբերտո Զայների հետ Կազանի հանդիպման արդյունքների մասին։ Հանդիպում, երբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկեցին հաջորդ քայլերը, որ անհրաժեշտ են հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքն ավարտելու համար, որպես հիմք համընդգրկուն խաղաղ կարգավորման համար։ Թեև Կազանում կողմերն ամփոփիչ համաձայնության չեն հանգել հիմնարար սկզբունքների շուրջ, առաջընթաց արձանագրվել է։ Արդյունքը ներառյալ կողմերի հաստատումը այն է, որ շարունակելու են կարգավորման հասնել բանակցությունների ճանապարհով, ինչը խթան է, որ կողմերը հնարավորինս արագ օգտագործեն համաձայնության հանգելու համար։ Տարաձայնությունները պետք է չխանգարեն կողմերին ընդունել հիմնարար սկզբունքները եւ անցնել բանակցությունների փուլին, որի ընթացքում մշակվելու է խաղաղ պայմանագրի նախագիծը։ Ինչպես Դովիլում հայտարարել են նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին եւ Օբաման, հետագա դանդաղումը միայն կասկածի տակ է դնում կողմերի համաձայնության հանգելու պատրաստակամությունը, ասված է եռանախագահողների հայտարարության մեջ։ Մադրիդյան փաստաթուղթը բանակցելու հնարավորություն է տալիս, ինչը դեռ չի նշանակում կողմերի վերջնական համաձայնություն։ Ազատություն ռադիոկայանին ասել է Ղարաբաղի նախագահը։ Բակո Սահակյանը հիշեցնում է նաև համանախագահների տեսակետը, որ առանց Արցախի դժվար է վերջնական համաձայնություն ձեռք բերել։ Այս փուլում Հայաստանը լուրջ ջանք է գործադրում, որպեսզի Արցախը բանակցության մասնակից դառնա, նշել է Բակո Սահակյանը եւ պատասխանելով հարցին հաստատել, որ Արցախը լիովին պատրաստ է պատերազմի սցենարին, սակայն ամեն ինչ անում է նվազեցնելու համար լարվածությունը։ Արցախը երախտապարտ է Հայաստանին բանակցային process-ում գործունեության համար, բայց նաև ավելացնում է, որ այդ շրջանակում անհնար է համաձայնության գալ, քանի որ անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը։ Այդ մասին շեշտում եւ հայտարարում է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Հիմա կողմերը իրականացնում են աշխատանք, որը պիտի հնարավորություն տա Արցախին մասնակցել այդ գործընթացին։ Այդ մասին նաև Հայաստանի նախագահն է հայտարարել։ Եվ ես դա համարում եմ ազնիվ կեցվածք մոտեցում, որը ամբողջությամբ համապատասխանում է հիմնախնդրի բնույթին, ասել է Բակո Սահակյանը։
Արարողություն Ալիև ազգանվան բազմակի հիշատակմամբ Բաքվի Հեյդար Ալիևի անվան պալատում Իլհամ Ալիևը մեդալով է պարգևատրել Լեյլա Ալիևային։ Պաշտոնական ձևակերպումը ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման եւ ադրբեջանական սփյուռքի զարգացման համար։ Վերլուծաբանները հիշում են, հանգուցյալ Հեյդար Ալիևն էլ էր սիրում մեդալներ։ Տեսակետ կա, որ դա գենետիկորեն փոխանցվում է, այնպես որ շոուն շարունակվում է։ Հետանկախական շրջանում Կոսովոն Սերբիայի հետ ստորագրել է առաջին փաստաթուղթը։ Առաջատար լրատվամիջոցներն այն արդեն որակել են բեկումնային։ Այսուհետև Կոսովոյի քաղաքացիները կարող են անձը հաստատող փաստաթղթով մուտք գործել Սերբիա, ձեռք բերել սեփականության վկայագիր։ Բացի այդ, կողմերը փոխադարձաբար ճանաչում են դպրոցական եւ բարձրագույն կրթության վկայականները։ Հիշեցնեմ, մինչև Եվրամիության հետ բանակցության սկիզբը սերբական իշխանությունը կտրականապես հայտարարում էր, որ երբևէ չի ճանաչի Կոսովոյի ինքնիշխանությունը։ Այսօրվա լուրը, թե Մուամար Քադաֆին պատրաստ է հրաժարվել իշխանությունից պայմանով, որ ստանա իր եւ ընտանիքի անվտանգության երաշխիքներ, չի համապատասխանում իրականությանը։ Լիբիայի կառավարության մամուլի քարտուղարը հայտարարում է, Քադաֆին համարվում է երկրի խորհրդանիշ